Ուրեմն որ արձանագրվում է, որ Մայր Հայաստանը ողջ խմբակցությունով, չգիտեմ ինչ, հիշողության խնդիր ներկայից ոչ մեկը չունի, ճիշտ հակառակն է, հենց Մայր Հայաստանի բարձրացած հարցադրումների եւ վիճակագրության արդյունքում է ձեր կողմից այս նախաձեռնությունը եղել որպես կոնտրքայլ, ինչ վերաբերում է նախագծին եւ օրակարգին եւ դրա վերաբերյալ հատկապես հարցեր տալուն, երբ որ մանկապարտեզային էս էպոպեայի հետ կապված ինչ-որ պարզաբանումներ ա ուզում մտցվի, կապ չունի գործադիր մասի ներկայացուցիչը այս պահին զեկուցում, թե հավաքական ներկայացուցիչ, որտեղ փաստացի իշխանության մաս է կազմում, որ պիտի հասկանանք դուք եղած վիճակին ոնց եք տիրապետում ու ինչ դրություն ունենք իրերի, գործընթացները ոնց են զարգանում, հիմա ու դրա հետ կապված այդ նույն այդ չարաբաստիկ 105-րդ մանկապարտեզի հետ կապված է իմ հարցը, որի 23 թվականի ապրիլից մրցույթը հայտարարել եք, դա ոչ մի կապ չունի, չէ՞, թե նախկինում ով ինչ ա արել, ով ինչ ա յուրացրել, տարել իրանց տուն։ Ու ասենք մի քանի էտապով երկարաձգվել է այդ շինարարությունը, 247 միլիոնով մրցույթը շահել է, պայմանագիրը կնքել եք 297 միլիոնով, այդ 50 միլիոն դոլարն էլ ձեր ցուցակի լիլանարմին եք տենց փեշքեշ արել ու առ այսօր էլ այդ մանկապարտեզի վերջնական ավարտական տեսք ակտ եւ հաճախող երեխաներ չունենք։ Հիմա հարցադրումս հետեւյալն է, լիլանարմը այդ արտոնյալ ձեր հետ սերտորեն շահկապված ընկերությունը արդյոք առ այս պահը տուգանվել է թե ոչ եւ բանկային հետ երաշխիքից զրկվել է թե ոչ, որի մասին քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարել է, որ չի բացառվում նաեւ դա առ այս պահը դա արվել է թե ոչ։ Պարոն Սուքիասյան, դուք էլի հարցեր եք բարձրաձայնում, որոնց պատասխանը այլ պաշտոնյա պետքա տիրապետի, քաղաքային իշխանություն լինելը չի նշանակում տիրապետել բոլոր հնարավոր հարցերին, բոլոր վարչությունների, բոլոր գործառույթներին, հատկապես երբ որ դու ավականու անդամ ես, երբ որ ոչ թե տվյալ վարչության աշխատակին։ Ձեր հարցերը կարող եք գրավոր ուղղել եւ մեզ ներկայացնել նաեւ, որտեղ դա նաեւ մեզ է հետաքրքիր, անձամբ ինձ հետաքրքիր է, եւ եթե ձեզ այդքան շատ հետաքրքիր է, նորից եմ ասում, ինչու եք հրաժարվել հանձնաժողովում անդամակցելուց։ Այսինքն դուք համ հրաժարվել եք, համ շատ խորապես անհանգիստ եք, թե ինչ ա լինելու։ Գայեք եւ օժանդակեք։ Արձագանք Թե ինչու ենք հրաժարվել այդ մասին ելույթների ժամանակ հանգամանալից կանրադառնանք, պարզապես այս հարցադրումներով մենք նպատակ ենք հետապնդում հանրությանը ցույց դնել, որ գործող իշխանությունը, որը իբրև թե նպատակ է դրել անցած շուրջ 30 տարվա վաղեմության դեպքերը զննել, այս պահի դրությամբ տիրող իրավիճակի հետ կապված մեղմ ասած կամ չի տիրապետում, կամ էլ ուզում է հանրությանը իրեն չտիրապետողի տեղ դնի, որովհետև այդ աղմկահարույց ուղղություններով, որ դուք ուզում եք գնալ, քննիչ գործունեություն ծավալել, փաստեր վերհանել, բանթացիկ վիճակի փաստեր էլ մենք պիտի անենք, հա, երևի։ Մենք էս էլ ենք անում, անցյալի հետ կապված էլ նախկինում էլ թե ով ինչ ա արել, ով ինչ չի արել ու ով է դա ընդամենը քարոզչական նյութ որպես օգտագործել, նախուսափելի իշխանապողությունից հետո այդ բոլոր հարցերի պատասխանները իրավապահները առաջ կտան, բայց արձանագրում ենք, որ այո, դուք քանի որ ձեր հետ սերտորեն փոխկապակցված Լիլան Արմի հետ կապված է հարցադրումը, դուք ուղղակի ասում եք ես ավականու անդամ եմ, ես տեղյակ չեմ, այնինչ լավ կլիներ որ տեղյակ լինեիք։